Vazելով եկեք առաջ։ Սիրելի ռազդանցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, Վանատուրում ինչպես միշտ, հզոր կամային, հյուրընկալ և մեծ պատիվ է ինձ համար վերադառնալ և քանի որ մտանք եկեղեցու բակում ենք ավանդաբար հավաքվում, մոմ վառեցինք, ձեր թույլտվությամբ մի քիչ աստվածաշնչյան մոտիվներով սկսեմ ելույթս, աստվածաշնչի կարևոր տեսարաններից մեկը և գրքերից մեկը ելքն է, ելքը, նրա մասին է, որ Աստված Մովսեսին տալով օրենքները, պատվիրում է, որ
ժողովրդին Եգիպտոսից հանի եւ տանի դեպի ավետյաց երկիր։ Եվ 40 տարի պտտվում են եւ ի վերջո հասնում են ավետյաց երկիր։ Ես չեմ հիշում, կարծեմ կամ 2022 կամ 2023 թվականի իմ ամանորյա ուղերձում էր, ես այս տեսարանի նորից անդրադարձ ունեցա։ Ասցի, որ սա մենք անցնում ենք անապատի 40 տարին։ Այսինքն մենք գնում ենք դեպի մեր ավետյաց երկիր։ Աստվածաշնչի նկարագրությունը, որը տեղի է ունենում, ըստ էության այդ նկարագրությունը իրոք ֆիզիկական ճամփորդություն է նկարագրում Եգիպտոսից դեպի Իսրայել։ Ու հիմա մեր այսօրվա հանգրվանը ես դեռ 2022 թվից ինտերնետում կարելի է ստուգել, դա 22 թվի ուղերձներ, թե 21 թվի ուղերձներ, թե 23 թվականի ուղերձներ, բայց հաստատ այդ ուղերձ հնարավոր է նույնիսկ 24 թվին, էական չի։ Ինձ համար ասոցիատիվ այս ճանապարհը նույն նկարագրությունը ունի։ Եվ ըստ էության ինչ է ստացվում, որ մենք կարող ենք նաև ֆիզիկապես շատ մեծ շարժեր չանելով, նկատի ունեմ ֆիզիկական տարածքը չփոխելով, որտեղ խորհրդային միություն, խորհրդային Հայաստան, անկախ Հայաստանը կոնֆլիկտի ողջ պատմության մեջ, այս ընթացքը ինձ համար այդ նույնն է։ Եվ ի վերջո, երբ որ մենք հանդես ենք եկել իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, իրական Հայաստանի գաղափարախոսության առանցքային դրույթը եւ իմաստը այդ է, որ մենք էլ 40 տարի ըստ էության 45 չէ, լավ 30 քանի տարի, համարյա 40 տարի, հա։ Կարանք նույնիսկ ասենք, որ 2028 թվին հենց 40 տարին կլրանա։ 40 տարի դեգերելով, եկել հասել ենք մեր ավետյաց երկիր։ Մեր ավետյաց երկիրը Հայաստանի Հանրապետությունը այն տրամաբանությամբ, որ ավետյաց երկիր ասելով մենք եկել ենք այն կետին, երբ որ հասկացել ենք, որ հայրենիքը պետությունն է։ Պետությունն է ամենամեծ եւ ամենակարևոր հայրենիքը։ Պետությունից դուրս հայրենիք չկա, որովհետեւ պետությունից դուրս ցանկացած հայրենիք ուրիշի հայրենիքն էլ է։ Մենք կարանք այսօր մարդիկ կան եւ ես հասկանում եմ դա մարդու ընտանիքի էմոցիոնալ պատմությունը։ Իմիջիալոց այդ բանը իմ վրա շատ մեծ տպավորություն է թողել, ոչ նեգատիվ իմաստով եմ ասում, ոչ պոզիտիվ իմաստով։ Ինձ համար շատ մեծ տպավորություն է թողել, օրինակ որ Սփյուռքում լիբանանահայերը շատ հաճախ որ ասում են հայրենիք, խոսում ես ասում հայրենիք, հիմա կարող է փոխվել, ես մի 15-20 տարվա առաջվա տպավորություն։ Վերջում հասկանում ես, որ հայրենիք ասելով Լիբանանը նկատի ունի, ոչ թե Հայաստանը։ Այո, Լիբանանը կարա մարդու համար լինի հայրենիք, բայց Լիբանանը հայրենիք է նաև այլ ազգությունների, կրոնների եւ այլնի համար։ Հայաստանի Հանրապետությունում 97% բնակչության հայերն են եւ այս միակ տեղն է մեր պետությունը Հայաստանի Հանրապետությունը, որ Հայաստանը բառից եւ բուն եւ փոխաբերական իմաստով հայրենիք է, բայց մենք մեր հայրենիքի մեջ ինքներս էլ չենք հասկացել, որ մենք ինքներս զբաղված ենք հայրենազրկման process-ով, որովհետև 100,000-ավոր մարդիկ թողել հեռացել են Հայաստանից, միլիոնավոր մարդիկ հայեր թողել հեռացել են Հայաստանից, եւ ինչով է երկիրը հիմա ինչի ենք հասել ավետյաց երկիր, որովհետև 2025 թվականը առաջին տարին է, որ Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը ավելա քան Հայաստանից գնացած քաղաքացիների թիվը։ Արտագաղթը կանգնել է եւ ներգաղթը սկսել։ Արտագաղթը կանգնել է եւ ներգաղթը սկսել։ Մենք պտտվել ենք, մենք այդ անապատի միջով քայլել ենք ամերիկաներով, ֆրանսիաներով, ռուսաստաններով, աշխարհով եւ վերադարձել ենք մեր երկիր, մեր պետություն, մեր հայրենիք արձանագրելով եւ որ հայրենիքը պետությունն է։ Եվ ես բոլորին շնորհավորում ենք, արտագաղթը կանգնել է, ժողովուրդ, ներգաղթը սկսել։
Եվ սա ամենամեծ իրադարձությունն է, որ մեզ այդ տեղի է ունեցել։ 2021 թվականին մենք ձեզ եկանք ասցինք հուսահատության վիճակում, մենք ձեզ եկանք ասցինք ապագա կա։ Դուք մեզ վստահեցիք, այսօր մենք եկել ենք ձեզ ասելու, որ ապագան այսօր է, ապագան եկել է, ապագան հիմա է։ Մենք ասում ենք, որ մեր ժողովուրդ ինչ խոսացել ենք, վերջում իրար ասել ենք, դե լավ ալնելու, լավ կլինի, հիմնականում հարցով, լավ ալնելու, մենք չենք արձանագրում, թե մեր գիտակցության վրա սա ինչ ազդեցություն է թողնում, մենք ասում ենք, այս հարցը, այս ձևակերպումը պիտի հանենք, մենք չպիտի ասենք լավա ալնելու, մենք ասում ենք, որ լավա այսօր, լավա այստեղ, լավա հիմա, ու ոչ միայն այսօր ատենց, այլ վաղն ատենց ալնելու, որովհետև եթե մենք ասում ենք վաղը, լավա ալնելու, վաղը էլի այսօր է, անընդհատ այդ լավ ալնելու հետևից վազում ենք, այսօր պիտի լավ ալնի, որ վաղն էլ լավ ալնի, որովհետև եթե այսօր ընդամենը լավ կարող ալնի, վաղն էլ վաղվա այսօրնա չէ, այսօրվա մեջ էլի լավ պիտի լինի, մյուսօր էլի լավ պիտի լինի, էլի լավ պիտի լինի, ու թվում է թե այնած լավ ալնելը շատ մոտիկ է, այնա ձեռներս հասնում է, բայց երբեք էլ չի հասնում, որովհետև այսօր պետք է լավ ալնի, որ վաղն էլ լավ ալնի, եթե մենք այսօր սպասում ենք վաղվան, վաղն էլ սպասելու ենք մյուս օրվան, մյուս օրը մյուս օրվան, մյուս տարի մյուս տարվան, մյուս դարում մյուս դարվան, ու մենք հազարամյա սպասման մեջ ենք, որ այս տարածքում ունենանք պետություն, և Բագրատունիներից հետո, այս տարածքում մենք ունեցել ենք պետություն, իմիջիալոց այս տարածքից արտագաղթը այդ ժամանակներում է սկսել, երբ որ հենց Ծաղկաձորից Պահլավոնիները թողել գաղթել են գնացել են Կիլիկիա, Լիբանանը, հայրենիքը, հիմա մենք պետությունը վերադարձնում ենք, վերադարձնել ենք Հայաստան ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե, և մենք ասում ենք ժողովրդյան, պետք չի ասել լավա լինելու, որովհետև լավա հիմա և պետք է լավ լինի հիմա, մենք չպետք է ասենք, մենք այսօր պետք է տառապենք, որ վաղը լավը լինի, մենք այսօր պետք է լավը լինի, որ վաղն էլ լավը լինի, և հետևաբար այսօր լավ է, ու վաղն էլ է լավը լինելու, մյուս օրն էլ ու այդպես շարունակ, և ես դրա համար շնորհավորում եմ բոլորին։ Բայց դուք կարաք հաստատ ասեք մի րոպե, ինչով է լավ որ, ինչով է լավ։ Լավա հետևյալով, չէ, այդ անձերը թողենք մի կողմ, լավա նրանով, որ այսօր Հայաստանում առաջին անգամ միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղ, առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, 2018 թվին ես որ ընտրվել եմ վարչապետ, նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16,000 դրամ, այդ 16,000 դրամը բավարար չի եղել, որ մարդը մի ամսվա մեջ հաց ու պանիր, ուղղակի թոշակառուն, մի թոշակառու, հաց ու պանիր առնի, այսօրվա միջին թոշակը մենք առաջին 2018-ին մենք եկել ենք և նվազագույն թոշակը 16,000-ից սարքել ենք 32,000 դրամ, բայց նույնիսկ դա բավարար չի եղել, որ մարդը մի ամիս իր սնունդը ձեռք բերի, միայն 2022 թվականին է, որ մենք նվազագույն թոշակը համապատասխանեցել ենք նվազագույն պարենային զամբյուղին, այսինքն ապահովել ենք, որ գոնե մի թոշակառուի սննդին մի ամսվա ողջ ընթացքում հերիքի, այսօր առաջի անգամ է, որ մենք վստահ ենք, որ սոված թոշակառու չկա, և այդ թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ առնի, մի հատ թեյի բաժակ առնի, սա մեր երազանքի գագաթնակետը չի, բայց էլի եմ ասում, մենք պետք է հիշենք ինչ կետից ենք սկսել, մենք 16,000 նվազագույն թոշակից սկսել ենք, այսօր 46,000 նվազագույն թոշակը, պլյուս անկանխիկ առևտրի դեպքում ևս 10,000 հետվճարի հնարավորություն, այսինքն 56,000 դրամա թոշակը, այսօր 65 պլյուս տարիքի
թոշակառուների համար պետությունը ապահովում է նվազագույն առողջապահական կարիքները առողջության ապահովագրության համակարգով։ Կա տենց բան, թե չկա, ժողովուրդ ջան, ասեք, կա թե չկա։ Մինչև 18 տարեկան երեխաների առողջության նվազագույն կարիքները պետական բյուջեի հաշվին ապահովում։ Եվ մենք սա անում ենք հետևյալի համար։ Յուրաքանչյուր մարդ, ես միշտ եմ ասում եմ, ոչ այնքան թոշակառուների համար ենք արել 65+ տարեկան, ինչքան իրանց զավակների, որովհետև ով որ տարիքով ծնող ունի, միշտ մտքում այդ մտահոգությունը կա, բա որ ծնողից հետ կապված առողջության խնդիր առաջանա, ես ինչ եմ անելու։ Կամ նրանք ովքեր 65+ տարիքի ծնող ունեն, հիմնականում նաև մինչև 18 տարեկան երեխա ունեն։ Ու այդ մտավախությունը միշտ կա, բա որ երեխայից հետ կապված մի առողջապահական խնդիր եղավ, ես ինչ եմ անելու։ Այսօր ձեր պետությունը եկել է ասի, թե դուք ինչ եք անելու։ Ձեր պետությունը եկել է ձեզ ասի, որ ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է։ Ձեր կողքին կանգնած է եւ առողջության նվազագույն կարիքները ապահովում է ձեզ համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս սրանով է լավ այսօր, սրանով է լավ այսօր։ Էլ ինչով է լավ այսօր։ Լավ է նրանով, որ օրինակ Հրազդանում կառուցվել է Հրազդան քաղաքում թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Հայաստանի պատմության մեջ այդ որակի դպրոցներ երբեք չեն եղել, երբեք չեն եղել։ Ավակ սերնդի ներկայացուցիչները թող ձեռը դնեն սրտերին ասեն, սովետական միության ժամանակ այդ որակի դպրոց եղել է, թե չի եղել։ Սովետական միության ժամանակ այդ դպրոցում այդ որակի լաբորատորիաներ եղել են, թե չեն եղել։ Այդ որակի մարզագույք եղել է, թե չի եղել։ Բայց խնդիրը դպրոցը չի։ Խնդիրն է նա, որ այդ դպրոցի պատին գրված է հետևյալը. ուղերձ մեր երեխեքին, լավ սովորեք, որ լավ ապրեք։ Լավ սովորեք, որ լավ ապրեք, որովհետև 21-րդ դարում ով ունի կրթություն, նա կարա լավ ապրի իր աշխատանքով, իր ազնիվ աշխատանքով եւ ուրիշի ձեռին չնայի։ Մենք ուզում ենք, որ մեր երեխեն, մեր քաղաքացին ուրիշի ձեռին չնայի, օգնության կարիք չունենա, այլ ինքը աշխատի, ուժեղ լինի եւ ուժեղացնի իր պետությունը։ Մեր կարգախոսը պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պիտի ուժեղացնի պետությանը։ Կրթության մասին է, որովհետեւ իմ պատկերացմամբ մարդուն ուժեղացնելու մի ճանապարհ կա, կրթությունը։ Կրթությունը, մարդը կրթություն ունի, ինքը ուժեղ է։ Մարդը կրթություն ունի, ինքը ուժեղ է։ Եվ այդ կրթությունը ինքը հետագայում պետք է իր աշխատանքով նախ ինքը իր բարեկեցությունը ապահովի, ապա եւ իր պետության այնքան հարկեր վճարի, օրենքով սահմանված, որ պետությունը հաջորդ սերնդի համար տես լավ դպրոցելի կառուցի։ Որովհետեւ մենք ուրիշ ավանդույթ ունենք, դպրոցը կառուցում ենք, ու հետո սպասում ենք, որ քանդուքարը լինի։ Ինչեր այդ դպրոցը քանդուքար չի լինում, չենք հիշում։ Մեր ստանդարտն էս ամենք ասում ենք, շահագործման հանձնեցինք, դպրոցը այս վիճակից երբեք չպետքա ցածր լինի։ Մաշվեց, պիտի նորոգվի, պիտի հիմնանորոգվի։ Լաբորատորիայի գույքը փչացավ, պետքա նորը ստանան։ Մարզագույքը փչացավ, պիտի նորը ստանան։ Ու այդպես շարունակ, եւ դա պետքա հարատև լինի։ Ամեն հաջորդ սերունդ պետքա ավելի ուժեղ լինի։ Եվ սրանով է լավ։ Այսօր լավ է նրանով, որ մեր բանակում, այսօր լավ է նրանով, որ դուք նոր բանակ ունեք, ժողովուրդ ջան, եւ վաղը չէ մյուս օրը եկեք Հանրապետության հրապարակ եւ տեսեք ձեր նոր բանակը։ Եվ տեսեք, թե քանի կոպեկի արժեք ուներ այն մարդկանց խոսակցությունը, որ ասում էին, թե մենք բանակը քանդում ենք։ Չնայած սրա մեջ ճշմարտություն կա, մենք ոչ թե բանակը քանդում ենք, այլ մեր բանակի ավերակները մի կողմ ենք դնում, որ դրա տեղը կառուցենք նոր բանակ։ Այսօր դուք ունեք նոր բանակ, նոր սպառազինությամբ, նոր հագուստով, նոր զինվորով։ Պաշտպան հայրենիա ծրագրի զինվորը 18 տարեկանը գնում է բանակ, 6 ամիս վերապատրաստվում է, պայմանագիր է կնքում, ատեստավորվում է իր ատեստավորված տոկոսին համապատասխան
300,000, 400,000, 500,000, 600,000 դրամ աշխատավարձ հաստանում եւ բերում է իր տուն։ Նախկինում զինվորի ծնողը պետք է մտածեր, թե ոնց գուլպա ու քասրավենիկ ուղարկի իր զինվորին։ Այսօր զինվորը իր աշխատանքով իր տունը պահում է։ Դա բանը նախորդ օրը Աշոցքում տենց հարցրեցի, կարող եմ մարդկա ձեր մեջ, որ զինվոր ունի այդպիսի։ Մի կին ձեր բարձացրեց։ Ասցի, ինչքան է ստանում ձեր իմիջիայլոց իրանք տանն են քնում։ Մարտական հերթապահությունից դուրս, ասինքն եթե մարտական հերթապահության չեն տանն են քնում։ Ասի, ինչքան է ստանում ձեր զինվորը։ Ասեց 350,000 դրամ։ Ասի 1000 ներողություն էլի անձնական հարց եմ տալիս։ Դուք եւ ձեր ամուսինը, ձեր կյանքի ընթացքում որ աշխատել եք, երբևէ կամ ամուսինը կամ դուք 350,000 դրամ աշխատավարձ ստացել եք երբևէ։ Ասեց չէ, չենք ստացել երբևէ 350,000 դրամ։ Եվ այսօր բազմաթիվ զինվորներ իրանց տուն տանում են այնքան գումար, որ միանվագ կարող է այդքան գումար է տուն վերջին 30 տարվա մեջ չի մտել։ Այս սրանով է լավ։ Եվ մի հատ է ծառայությունը ավարտելուց հետո 5 միլիոն դրամ են ստանալու։ Բայց բանակի ավերակների մասին իմ ասածը որպեսզի չթվա, որովհետև ասում են բանակը քանդեցին։ Հայաստանի հրետանու առանցքը եւ ողնաշարը եղել է D30 հրանոթը։ Այստեղ համոզված եմ, բազմաթիվ մարդիկ պարոն Միքայելյանի գլխավորությամբ գիտեն այդ մանրամասները, ինչա D30-ը, ինչա D20-ը, ինչա եւ այլ։ Ճիշտ եմ ասում հրամանատար։ Չէ որ D30-ն է եղել մեր բանակի հրետանու առանցքը։ Դե, այսինքն մեր հրետանային թիվ 1 միջոցը, գիտեք, Սուվորովն է, չի ասել, որ հրետանին, թե չէ, գերմանացի տեսաբանն է ասել, որ հրետանին պատերազմի աստվածն է։ Այսինքն մեր աստվածը եղել է D30 հրետանի, D30 հրանոթը։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը D30 հրանոթ, որը գործարանում արտադրված է եւ մատակարարված է Հայաստանի Հանրապետությանը։ Կարաք ասեք երբ է ունեցել։ Առաջին անգամ, որ պատկերացրիք չէ, Զավացկո ենք, չէ ասում, յուղը վրեն D30 հրանոթ, առաջին անգամ, որ թվին ունեցած կլինի Հայաստանի Հանրապետությունը։ Կարաք ասեք, ես ասեմ 2023 թվականին։ 2023 թվականին 2023 թվականից առաջ մենք ոչ միայն D30 հրա, Սերժ Սարգսյանը որ ասել է 80-ականների զենքեր, գլուխա գոված է ժողովուրդ ջան։ 80-ականների չի եղել, 70-ականների ա եղել, 60-ականների ա եղել, 50-ականների ա եղել։ Եվ առաջին անգամ ու մեր զենքի 70-80% այդ վիճակի ա եղել։ Մենք այդ զենքերին փող չենք տվել առել, ժողովուրդ ջան, փող չենք տվել առել։ Նվեր ենք ստացել, ավելի ճիշտ, դուրս գրելու ենթակա է եղել եւ տվել են մեզ։ Հիմա ես ձեզ ուրիշ բան եմ խնդրում եւ խորհուրդ տալիս եւ առաջարկում։ Վաղը չեմ մյուս օր ելնելու զորահանդես։ Այսօր չնայած գլխավոր փորձն է ալնելու, ենթադրում եմ արդեն մեր ժողովուրդը համացանցերում մեզա լցվելու։ Բայց ես խնդրում եմ ձեզ զորահանդես, նախ արձանագրենք, որ առաջին անգամ մենք ենք եղել D23 թվինա, որ մենք D30 արտադրողի առաջին օգտագործողն ենք, առաջին, այսինքն մեզնից առաջ ոչ մեկ դրանից չի կրակել։ Երկրորդը զորահանդեսի ժամանակ ուշադրություն կդարձնենք մի բանի։ D30 հրանոթի չափերը կնայեք, չափերը ուղղակի ֆիզիկական։ Եվ այն նոր հրետանին, որը մենք ունենք, նրա չափերը կնայեք։ Մենակ չափերի ֆիզիկական համեմատությունից ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։ Թե ինչ ասել է բանակ, Եվ միջայլոց նախորդ ամիս Էրեբունի վարչական շրջանում մի քաղաքացու հետ ունեցած խոսակցություն այդ զորահանդեսի ամբողջ սցենարը ինձ համար փոխեց։ Որովհետև քաղաքացիները խոսում էր բանակը քանդեցիք, բանակը չկա, ասի լսեք,
զորահանդես ենք անելու, կգաք կտեսնեք, կգնատեք։ Ասեց այ գիտեմ ինչ եք անելու էլի, ասց ինչ ենք անելու։ Ասեց էսա ստից մակետներ, մուլյաժներ եք սարքելու, բերեք կամերաների դեմով անցկացնեն։ Ահավոր ծանր տարա այդ խոսակցությունը, բացիլա ինչ անեմ, ես պետք է չեմ կարող ասա թույլ տամ, որ մարդիկ սենց բան մտածեն։ Ու կթա լուծումը։ Հիմա այս անգամ զորահանդեսի ամբողջ սպառազինություն եւ ռազմական տեխնիկա Հանրապետության հրապարակով կանցնի եւ կգնաք ամբողջը կկանգնի Տիգրան Մեծ պողոտայում, դա հրապարակից գիտեք, Դուսեկոց պողոտանա, մինչև ժամը 12-ը կեսգիշեր կմնան դեղ, որ ձե ում մտքով անցնի, գա նայի։ Իհարկե չեն կարող թույլ տան կնոկեքին ծխմեք։ Դե չէ բանավանդ երեխեք ասում մեկ է պատահական մի հատ կրակեն խայտառակ կլինի, որպեսզի դուք տեսնեք ձեր նոր բանակը եւ հպարտ զգաք ձեզ ձեր նոր բանակով։ Իմիջայլոց մենք ամեն ինչ չէ, որ կարողանալու ենք Տիգրան Մեծ պողոտայում տեղավորել։ Հիմա համացանցում արդեն կա, այնտեղ անօթաչու թռչող սարքեր կան, որը թռիչքների լայնությունը այնքան մեծ է, որ Տիգրան Մեծ պողոտա չի մտնի հրապարակի կողմից, ինքը հրապարակ չէր էլ գալիս։ Ինձ մեր պաշտպանության նախարարությունը ասում էր լավ էլի չենք կարող այդ բերենք, ասի չէ, պետք է ժողովուրդը դա տեսնի։ Հիմա ստիպված քանդում է, բան չի վնասվի ժողովուրդ ճանչանալ, այսինքն թևերը հանում են, բերում են, տեղադրում են, բայց դա մնալու է Հանրապետության հրապարակում։ Դուք տեսնելու եք նոր հագուստը մեր բանակի, դուք տեսնելու եք նոր դաշտային հագուստը եւ նոր տոնական հագուստը մեր բանակի։ Բժիշկ, լավ է, գրկեք երեխուն, պահեք, ջուր, սառը ջուր մի հատ երեխուն։ Բժիշկա մոտակ, ուրա մեր բժիշկը, մոտեցեք մի հատ, բժիշկը, շտապօգնություն կանչեք նախ, բժիշկի մոտ ուղեկցեք, այստեղ բժիշկ կա ժողովուրդ, ուրա, օգնեք, մեկն ու մեկը օգնեք, ամեն դեպքում շտապօգնություն կանչեք, Իմիջայլոց զորահանդեսներին տենց բաներ պատահում են, որ զինվորները քանի որ մի քանի ժամ անշարժ կանգնած լինում են, պատահում են, համոզված են բան չկա, արևա ուժեղա։ Այսօր ժողովուրդ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները 2026 թվականի սեպտեմբերից, երբ որ իրանք ավարտեն եւ նշանակում ստանան բանակում, իրանք բնակարան են ստանալու պետության կողմից։ Եվ բնակարանային խնդիրը ոչ թե մենք թողելու ենք կուտակվի տարիներով, հետո լուծենք, այլ մենք հիմա ենք լուծելու այս գլխից։ Ճիշտ է 20 տարի իրանց սեփականությունն առնելու, բայց 20 տարի վաճառելու հնարավորություն չենք տալու, որպեսզի ծառայության ընթացքում հանկարծ որևէ պատճառով չվաճառեն էլի չմնան բանի բնակարանի խնդրի առաջ։ Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ուսանողը 170,000 դրամ կրթաթոշակ է ստանում ժողովուրդ ջան, 170,000 դրամ։ Մոնտե Մերգոնյանի անվան վարժարանի աշակերտը դա ավագ դպրոցը 45,000 դրամ թոշակ է ստանում։ Գիտեք ինչի, որտեղ մենք հասկանում ենք, որ սպայական դասը պետության ողնաշարն է, սպայական դասը պետության ողնաշարն է, եւ Հայաստանի Հանրապետությունը հոգ է տանում, որ սպայական դասը բարձր կրթություն ստացած միշտ ներկա լինի որպես պետության ողնաշար, ավելի ու ավելի պինդ ու ավելի ամոր լինի։ Բայց ուզում եմ ասեմ նաև ձեզ, որ բանակը մեզ առաջին հերթին խաղաղության համար է պետք։ Մենք չենք պատրաստվում պատերազմի, մենք պատրաստվում ենք խաղաղության։ Պատրաստվում ենք խաղաղության, որովհետև հասկանում ենք, որ ուժեղ եւ երեխուց որ խաբարելնի ասենք։ Ուժեղ եւ պաշտպանության բանակ
պաշտպանունակ բանակը շատ կարևոր է խաղաղության համար, որովհետև ուժեղ եւ պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը կարող գայթակղիչ լինի ագրեսիայի համար։ Հետևաբար մենք միշտ պետք է ունենանք ուժեղ եւ պաշտպանունակ բանակ, բայց որի խնդիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված, միայն ու միայն Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանությունը եւ էսա երաշխիքը անվտանգության ու խաղաղության, էսա երաշխիքը, որ մենք մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը սերնդես սերունդ կփոխանցենք տասնամյակով, հարյուրամյակով ու հազարամյակով մեր սերունդը իրանց սերունդը հաջորդ սերնդին եւ ելի եմ ասում, մենք հազարամյակ ասելով իջև միշտ հասկացել ենք ինչ որ արդեն տեղի է ունեցել։ Հիմա մենք հազարամյակ ասելով պետքա առաջել նայենք քաղելով անցյալ հազարամյակի դասերը։ Իսկ անցյալ հազարամյակի ամենակարևոր դասը հետևյալն է, որ ամեն անգամ, երբ որ մենք թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ, վերջում մեզ դեն են շպրտում թողնելով անպաշտպան։ Մենք այլևս թույլ չպետք է տանք, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ, այլ մենք պետք է մեր ուժերը կիրառենք միայն ու միայն մեր անվտանգության, մեր բարեկեցության, մեր պետության, մեր ազատության համար եւ Հայաստանի Հանրապետությունը երկիր բոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, պետք է գոյություն ունենա հավիտյան, էսա մեր այսօրվա տեսլականը։ Ու այս առումով ամենակարևոր նորությունը, ամենակարևոր բանը, որի առիթով ուզում եմ շնորհավորեմ բոլորիս Ժողովուրդ ջան, այդ խաղաղությունն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ես բոլորից շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ մեր 9 ամսյա խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի, որ այն ընտանիքում, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ ընտանիքը, այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Այդ երեխան այդ ընտանիքի ամենամեծ ուրախությունը եւ երջանկությունն է։ Եվ այսօր էլ նույնը խաղաղությունն է, ինքը մեր ամենամեծ ուրախությունն է։ Եվ հիմա շատ պատերազմի եռագլուխ կուսակցություն ինչ ասում եկեք այդ երեխային հանձնենք որփաթու, հանձնենք ուրիշի խնամքի։ Եվ երաշխավորի մասին խոսակցությունը հենց այս է նշանակում։ Մենք ասում ենք համաձայն չենք, որտեղ դա նշանակում է մեր ճակատագիրը էլի հանձնել ուրիշներին։ Մենք հազիվ մեր ձեռքերը զոհությունների եւ զոհերի միջով անցնելով հասել է մեր ճակատագրի ղեկին։ Եվ մենք չենք կարող այդ ղեկը բաց թողել։ Եվ ես համոզված եմ նաեւ, որ մեր բոլոր նահատակների հիշատակը բարձր պահելու լավագույն ձևը այդ Հայաստանի զարգացած, բարեկեցիկ, անվտանգ, ազատ եւ երջանիկ պետությունն է, ավելի խոսուն ձևով, ավելի բարձր չի կարելի պահել մեր նահատակների հիշատակը, քան զարգացած, բարեկեցիկ, ազատ եւ երջանիկ պետությունը, եւ այս ենք մենք անում իրար հետ, այս Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը բարձր պահելու ամենամեծ եւ ամենակարևոր ձևն է, որպեսզի մենք բոլորս եւ նրանք ոչ մի ծնող, ոչ մի ընտանիք չպետք է մտածի, թե իր զավակի արյունը իզուր է եղվել, որովհետեւ այդ արյան եւ զոհության շնորհիվ է, որ մենք հատել ենք մեր անապատի 40 տարին եւ հասել ենք մեր ավետյաց երկրին, Հայաստանի Հանրապետությանը, որը մեր երազանքների երկիրն է, Եվ ուրեմն, ես ձեզ սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է իրոք առերեսվել, թե չենք մենք քվեարկում 16-ին։
որտեղ սա պաշտոնի կռիվ չի ժողովուրդ, սա աթոռի կռիվ չի։ Սա պայքարա հանուն պետության, սա պայքարա հանուն խաղաղության։ Եվ սա պայքարա հանուն ավետյաց երկրի։ Եվ այս առումով շատ կարևոր է արձանագրել, որ մենք 16-ին քվեարկում ենք, եւ ինչ է նշանակում քվեարկելը 16-ին։ Դա նշանակում է, որ պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանի ամեն քաղաքացի առերեսվի եւ գիտակցի իր ուժը, որովհետեւ դուք այսօր Հայաստանում բարձրագույն իշխանություն եք, իշխանության եւ ապագայի ճակատագիրը ձեր ձեռքում է, իշխանության եւ ապագայի եւ խաղաղության եւ պետության ընթացքը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, պատկերացնում եք ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ մարդը դու ես։ Երեխեք դուք քվեարկության չեք մասնակցում, դուք սպասեք։ Դուք ձեր հայրիկները, մայրիկները, տատիկները, պապիկները եւ 18 տարին լրացած ձեր քույրիկները եւ եղբայրներն են այդ մեկ մարդը։ Ով այդ մեկ մարդը, խնդրում եմ թող ձեռը բարձրացնի, չալարի եւ ձեռը բարձրացնի եւ այս քաղաքացիների այդ մեկ մարդկանց ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, հպարտ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Հրազդանին, Կոտայքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Ժորժան երկու հայտարարություն։ Մեր Կոտայքի մարզում մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու վաղը ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ։ Այդ ավանդույթն ենք մենք ներդրում, որ սովորաբար հավաքները, հանրահավաքները ասում են այսինչ ժամին, կես ժամ հետո է սկսում, մի ժամ հետո։ Մենք մեր բոլոր նախընտրական հավաքները ուղիղ 20:00 սկսել ենք, մի րոպե ոչ ուշ, մի րոպե ոչ շուտ ոչ ուշ։ Այս էլ է փոփոխության ճանապարհ։ Նաեւ մարդկանց նկատմամբ վերաբերմունքի, որտեղ մարդկանց հրավիրել են, ասել են 8-ին, ուրեմն պետք է սկսի 8-ին։ Եվ մենք ձեզ կոչ ենք անում, որ մեծ պատիվ կլինի բոլորիդ տեսնել վաղը ժամը 8-ին Աբովյանի քաղաքապետարանի հարակից հրապարակին։ Բոլորիդ սպասում ենք, կլինեն ելույթներ, ուրիշ ելույթներ, ես էլ ելույթ կունենամ, նաև կնվագեմ ձեզ համար վարչապետի հետ, իրական Հայաստան երգը կկատարեմ։ Եվ երկրորդ հայտարարությունը, եթե կան երեխաներ, որովհետև երեխաներին քվեարկության իրավունք դեռ չունեն, բայց նվեր ստանալու իրավունք ունեն եւ առաջնային է այդ իրավունքը։ Հիմա երեխոց զուր կա, երեխեն նորմալ է, ոչ մի խնդիր չկա, մի քիչ արևներ գլխին խփեք, եք ծափ տանք մեր երեխեքին, ծափ տանք մեր երեխեքին։ Այն երեխեքը ուզում եք քարտեզ նվեր ստանալ, ով է ուզում, բանն ինչ է։ Սոֆի ջան, արի հիմա տես ինչ ենք ան, դու ստեղ կանգնի, դեմքով աստիճաններին նայ, այդ չէ, կանգնի ստեղ, հիմա երեխեք,
Սոֆիից հետո մի գծանի հերթ եք կազմում, ինչը նշանակում մի գծանի հերթ, որ ամեն մեկը կանգնած է մյուսի հետևից, այսինքն կողքը կանգնած մարդ չկա։ Ժողովուրդ հերթ կանգնելու ավանդույթն էլ ձևն էլ մեր մոտ պետք է փոխել, չէ՞ որ սենց։ Ու գիտեք ինչ փորձը ինչա ցույց տալիս, երբ որ այն մի քիչ հրմշտոցով զուգորդվող հերթն է անում, մարդկանց հերթը ավելի ուշ է հասնում կամ ընդհանրապես չի հասնում։ Իսկ երբ որ սենց մեկ-մեկ մի գծանի հերթ է, արագ ժամանակ արագ օգտագործում է, մոտենում է։ Ջորջան, խնդրում եմ այստեղ մի քիչ ճանապարհ բացեք, թող երեխեքը, այդ ձեռքից ուղղությամբ, երեխեք մի գծանի, ձեռքից ուղղությամբ։ Ձեռքի մի գծանի հերթ նշանակում է, որ ամեն մեկի կանգնած է մյուսի թիկունքից, կողքը մարդ չկա կանգնած, կողքը։ Մի գծանի հերթ, այսենց։ Այսինքն ձեր դիմացը կա մարդ, ձեր հետևը կա մարդ, հերթի մեջ կողքերը մարդ չկա։ Չեք մի գծանի չեք արել։ Խնդրում եմ մեծահասակներ ջան, մի քիչ աչ ու ձախ արեք։ Խնդրում եմ ձեռքից ուղղությունից աչ ու ձախ, ահա։ Երեխեք հետ ձգվեք, հետ ձգվեք, հետ ձգվեք, հետ ձգվեք, հետ ձգվեք, հետ ձգվեք, ահա, հեսա ստացվելու է։ Հետ ձգվեք, մի քիչ հետ ձգվեք, մի գծանի հետ։ Երեխեք ով որ ուզում է նկարվի, խնդրում եմ բանի սելֆի կողմի օբյեկտիվը բացած պահեք, որ արագ անենք ժամանակ շատ չկորցնենք։ Երեխեքի բաժանում է, ով որ հերթի մեջ է մոտի կանալու է, շատի կապ չունի։ Երեխեք ջան, հեռախոսին վարկյան է դրած նկարվելու համար, հանեք վարկյան, հա, որ այդում է։ Հունայ գետերին, որ հետ ուզենաս քեշ։ Արը նկարում։ Narek, neyiz? Ay apresi Çok kaydı arşivist. İnç apresi. En kompleksten harika. Նավները գնացեք դիմացը բերերեթուն հիմնավորի շերից խաղը գործն է։ Գնացեք իմ խոտերից ներքև սպարտը։ Եղբայր չվերցրիվ, եղբայր։ Nerede devir çalınıyor? Ya, en orkestra televizyon çağırıyor.
Ստերից չեն տալի քարտես։ Հերթ եմ բերել, դու գնահատես։ Երեխեք հարցակուտեք, վերջ տպրակ չկա, ման չեք անում։ Vay okey. Harika. Nasıl? Harika. Ha, gel bana dön. Harika. Hayır. Gam oldu. Yere mi? Harika. Ah, harika. Nay. Esa երեխեքին ճանապարհենք։ Այն կողմը խոսում։ Օրժան երեխեքին։ Այն քաղաքացիներին ում չհասցնենք նվիրենք, ամսի 5-ին հաջա։ Երեքատ կտակ մոտը լավ։ Գարդ մտքարեն։ Հա։ Ներսի շատ Ում չենք հասցնի այս ընթացքում նվիրենք, ամսի 5-ին Հանրապետության հրապարակում, որ հանրահավաք անենք։ Եղբայր մարդիկ կողքը հերթը պետքա պահեմ, էլի։ մի հատ հատս կտակ։ Խնդրեմ։ Երեխեքը սկզբից երեխեքը։ Ժամը ոնց ա մեր։ Բան չես ուզում։ Դեմիք չերու պահի, որ երևի։ Որ գնանք կակ։ Բարդից։
Բարևձեզ։ Ձեզ էլ քարտես։ Բարևձեզ։ Քեզ։ Սել ձեզ։ Հապրես։ Օ մեծ երկարա հերթը։ Եղբայր բռնի չընկնի։ Ես եմ շնորհակալ եղբայր։ Նկարվում ես, բեր նկարը։ Այ։ Ահա, էս է հոպար։ Հեռախոսն է, այս կոմով դուրս արի, հա, այս ձեր հեռախոսն է։ Ահա, դե նկարվի նոր։ Չէ։ Բարեցի։ Բարև։ Շարքով ցավը։ Երկու կտակ։ Ահա նկարեցի։ Կանչուზე։ Մեր հաջորդ կետը որն է։ Վերցրեք։ Սելֆի արա, էլի սելֆի արա։ Հա կամ լավ։ Շնորհակալ։ Բա ինչ անենք երեխեքին։ Դադարեցնենք արդեն։ Միջև Դավիթը բան անենք, երեխեք ջան մի քիչ արագ։ Որքան սանյակը կարակ եղբորս։ Հա, իհարկե։ Շնորհակալ։ Լավ է։ Լավ եղբայր, դու ոնց ես։ Ու բեր մոտիկ։ Շնորհակալ։ Քարտես։ Եղբայր, ով էր քարտեզ ուզում, գնաց։ Ով էր ուզում։ Հա, օրջա մի քիչ ժամանակի խնդիր ունենք, էլ։ Գնաց։ Հաջան։ Արդեն ժամանակ չունենք, քարտեզ կա, զգուշ եղեք։ Ախի շուտեղ են երկու հատ դու օրերից։ Դուրս գալիս եք տալիս։ Խնդրում եմ մի հրմ։ Շնորհակալ եմ։ Հա, կուրտ կեն հիմա։ Դուր։ Ժորժ ջան, հետո, մյուսներին հետո։ Ում անունով։ Ալեն։ Ինչ գիրք հա։ Բաթակավոր։ Գանի քարտեզ վերցնենք մենք։ Շնորհակալություն։ Փաշինյան, մենք էլ ենք երեխա։ Միան ջան, մի հատ էլ տվեք։ Ժորժ ջան, բայց մեկը քարտեզ տվեք։ Մի հատ էլ քարտեզ տվեք, որովհետև ելեն մի հատ էլ տվեք։ Մեկը բոլորին չեմ հասցնելու։ Վերցրեք եղբայր։ Անկամ անձեր ջան։ Ստեղ է Միքայելյանը։ Ան մի հատ լավ կտոր քեզ տա։ Որտե դնեմ։
Ոսկերին սերսու ղացան։ Գինի ժամ 1-ին մաշկերը սևան ասում, ես քեզ ասում։ Հաշի։ Ես որտեղի գառա սա։ Կենած կասեմ վերջում, բայց չեմ։ Են թաղը ոնց էր կոչվում, որ կամանձիրի ընտրությունների վաղ խոստացանք այդ ճամփենս կակավա, Կակավաձով։ սարքինք, չէ։ Բայց ինչ եք խոստացել չեք արել։ Չէ, նկատում եմ 16 թվի ընտրություններին խոստացանք, հետո սարքեցինք, չէ։ Հիմի սարքացանի չէ վերջ ասում։ 5 կիլոմետրի Ես բարեկած այդում չէ։ 5 կիլոմետրի Տեսան չկա։ Նա դարազդան մաշինը չում կացել։ Հա։ Այն թունելի նման տեղ կար, Փիլաքյաններ կա։ Հիմա էլ այդ կողմերն է սարքվում այդ գործարանը։ Հա։ Մեկ աչեմ խմելու ինչ լսում ես լսում։ Ամուրջից ձախ։ Որ կամուրջից։ Ամուրջը երկար լիցը։ Նալոշն էլի նա։ Ջան, դասեմ։ Քոչարյան, բաժակտեր։ Բաժակուրած։ Ունի բեր։ Խմցնում ես ինձ։ Ես ապա։ Ոնջերան։ Արվա շավը խմցնում արա։ Հա։ Գիտեմ որ դուկը սազանը ախալակից են ծառայում։ Որտեղ են տարել։ Ստալին Քոչարյան, բաբի։ հեսա։ Խուդացյան, ժամը հարցը ոնց է։ Հիմա ինչքան սուբվենցիա կա քաղաքում, 26-ին ինչքան է հաստատված արդեն։ 1 միլիարդ 500 միլիոն։ Դերերի պետք է հաստատվի Շոշապելիա ու էսիա, հասել ենք։ Սրանց գալ ավետատ Շապետ մեզետել ով է սնեք կարում է Դավիթ Հիմնականում Մահակաչյանին են նայ։ Այս եկեղեցին որ թվի է։ 1881-ից 1873 թվականների կառուցվել։ Անալի խոտի ով արկում է, ով պերեք, վայ է։
Տիկին Ավանեսյան։ Արի, ցավը։ Տիկին Ավանես։ Քանիսին պետք է շարժվենք։ 10 րոպե։ Լավ է, էս լավ է։ Տիկին Ավանեսյան, Ինչ եմ դնում։ Նա ինձ դնում է։ Հա։ Որը դնում։ Այ կա։ Իսկ կանի։ Շատ լավ է։ Մեծ շատ։ Սեզոնից հետ ենք մնացել, չկալու։ Ես ծորին է։ Հրազդանում խնձոր էլ չի աճում, տանց խնձոր։ Արեդի կորտոր խնդրում մի բան չի։ Այն ինչ ասես իրան դնում է։ Հա, բայց ճիշտ է, փոխել է, չէ՞, հիմա ահագին բաներ։ Բայց դնելը կդնեն բերք տալիս է։ Ուտուկը վերներ։ Հորի դյասի։ Բայց դեր ամենահայտնի բանը հա, Ինչ։ Հա։ Ինձ թվաց գարի մասին ես բան ասում։ Դեսերի իրադարձવાનું խմած ասինատ սենգար բերեք չոկոտը բաշ։ Չստեսե։ Այն նախարարը կիտան ման կարաճարի։ Բերնեն տանը զոք չորնուս է։ Հա, դե լավ, հա, թարգի։ Իրո։ Դայ տենա կասե տամորտի։ Դե լավ, հա։ 100% բան է։ Հա կարող է հիմա էլ այդպես բաներ տեղի ունեն, վրեքներս խաբար չկա։ Ամենահոմուրս վերնախիա գարի։ հայտնի է, չէ՞, հրազդանի բառը։ Բայց հիմա դրսից շատ են գարբերում, չէ՞։ Վաչագան։ Բայց տեղական գարի մսի համը տարբերվում է։ Վաչագան։ Պետք է քանդել նորը սարքել։ Քանի աշակերտ կա։ Վաչագան,
Որ ռեմոնտ ենք անում, նորն ենք սարքում, աշակերտների թիվը ավելանում։ Այդ կվերցնենք ճամփին հետներս։ Ունեմ, բայց հիմա այլ Հայաստան տարածված է շատ։ Բայց կարծեմ լատինական Ամերիկայում աճում, չէ՞։ Ֆեյխոյան է ասում, ինչ են ասում։ Հաճացներ։ Վրաստանից են բերում։ Վրաստան աճում է։ Բայց ինքը ոնց որ լատինական Ամերիկա է ցածակում։ Պետք է շարժվենք արդեն։ Ինչպես է։ Ասեցի, որ նոր քեզ տեսել եմ չեմ ճանաչել պաստորեն, կամ անձերն ասել որ դու ես։ Ողջույն, ողջույն։ Ես էլ ձեզ։ Ես աղի հետ պայմանենք եմ։ Օրոչանալու Ատման ծխելը կթողը կբուլան, չեք թողը չեն։ թողնի մաման մեկի թողի։ Պայմանավորել եմ լազում։ Եթից է։ Էդ էլ եմ ճշտայք։ Հունիսի։ Ես պարապես գնում ծխում։ Գնացինք ժողով։ Հա, գնանք, ճշտում։ Հաճույքով կմնայինք, հաճույքով։ միանում եք մեզ։ Քարտեզներ։ Եղբայր ուշանում են, Կարեն Չավանցը։ Լսեք մի վարքյան, խնդրում եմ։ Ինչ ընդունեք, ինչ ազատեք հայ ցանցի գերությունից։ Նախկին հայ ցանցի գերությունից։ Պարոն Փաշինյան, Եղբայր ջան, չեմ կարա հիմա լսեմ կներեք, էլի։ ինչ լսեք։ Պարոն Փաշինյան, պարոն Փաշինյան։ Մա ինչով ստորագրեն։ Այստեղ լոգո եմ էլի բան ունելու։ Այստեղ Ձգի։ Չի գրում։ Չի գրում, եղբայր։ Չի գրում։ Սկովկով դուրս եկեք, էլի։ Քարտեզ։ Ժորժ ջան, նկարվելու ժամանակ չկա, ժամանակի խնդիր։ Ինչ լսեք։ Հայրիկ ջան, եղբայր ջան, ցավը տան ժամանակ։ Նախկին հայ ցանցի։ Մի հատ կոորդինատ օգնականներից մեկը թող մոտենա քարտեզ։ Շնորհակալ։ Պարոն Փաշինյան ջան, հիմա մի հատ sense Արցախից տեղահանվածների բնակարանների ապահով այն սերտիֆիկատը, որ դա տրամադրվում է։ Նախարարից ճշտել են 21 թվականից եկողներին չի հասնում։ Իրանց համար ուրիշ ծրագիր կա։ Հա։ Ուրիշ ծրագիր է իրանց համար։ Ես հարց եմ ունենում
Չէ, պետքա այդ ճշտենք դուք շահառու եք, չէ, որտեղ չափանիշներ։ Սա երկու տորի կես է։ Իմ թոշոկը 10 տարվա, 15 տարվա ներկայացրել եմ։ Երկու տորի կես է։ Երևանովետում գալիս է։ Հունիսի 12-ին նախընտրական խոստում չունի, կմոտնանք օրենքի սահմանները։ Համ կնոջ չսան կդր 10 տարի, համ էլ իմը չեն։ 10 տարի կտրել է։ Հունիսի 12-ին կմոտնանք։ Ստեսություն ժողովուրդ ջան, ստեսություն։ Արա փաչիա, վեր գրեց։ Ծափտանը մետ դիսեխմը վելեսի պրոստը։ Այսն է մետ ստորագրի։ Եմ ճիգար շքամերը փոյ։ Այդ սեխմած։ Այս 18-ի Միքայելն էստում է ստորագրել։ Ինչքան ստորագրվեց։ Եղավ եղբայր, հաջողվեց։ Հրազդան սիրում ենք բոլորը։